Բարձր սիրելի հայրենակիցներ, այսօր հունիսի 12-ն է, սա արդեն թվով մեր երկրորդ հաղորդումն է, եւ այս հաղորդման ընթացքում հիմնականում խոսելու ենք այն ծրագրից, որը որ Nvidia-ն պատրաստ է իրականացնել Հայաստանում։ Արդեն մի երկու անգամ անդրադարձել ենք, բայց համոզված եմ, որ քանի որ շատ կարևոր իրադարձություն է, իրոք չափազանց կարևոր իրադարձություն է, ավելի մանրամասն պետք է խոսել այս հարցի շուրջ։ Ինչ է Nvidia-ն։ Nvidia-ն ամերիկյան ընկերություն է, կարևոր չիպերի արտադրման ընկերություն է եւ այն տրիլիոնավոր դոլարների կապիտալիզացիա ունի։ Այսինքն շատ ահռելի հարուստ մեծ լուրջ ընկերություն է։ Եվ հիմա աշխարհը գնում է արհեստական բանականության ուղղությամբ, ինչպես եւ համոզվեցիք, բոլոր փողերը ներդրվում են արհեստական բանականության մեջ։ Այդ չիպերը հիմնականում արտադրվում են Թայվանում։ Գիտենք, թե ինչքան լարված է նաեւ Թայվանի շուրջ, եւ ես պատահական չեմ համարում այն, որ Nvidia-ն որոշում է կայացրել, անցած տարի էին այդ հարցը սկսել քննարկել Հայաստանի կառավարության հետ, հիմա արդեն վերջնական որոշումը կայացվել է եւ արդեն 26 թվականից Հայաստանում բացվելու է շատ կարևոր դատակենտրոն, 500 միլիոն դոլարի ներդրում է դա, կես միլիարդ դոլարի ներդրում է, ահռելի մեծ ներդրում է Հայաստանի համար, որը որ շատ բան կարող է փոխել, բայց կարևոր է հասկանալ, որ այդ ներդրումով Հայաստանի համար միանգամից մի քանի կարևոր հարց է լուծվում։ Ասենք, բոլոր հարցերը միանգամից կլուծվեն այդ ներդրումով, սուտ կլինի, բայց էականորեն ավելանալու է Հայաստանի անվտանգությունը, միանշանակ է դա, Հայաստանը մեծ ներդրում է ունենալու արհեստական բանականության զարգացման գործում, առաջատար երկիրը դառնալու Կովկասում, որոշ դեպքերում նաև շատ եվրոպական երկրների մեջ առաջատար դիրք է զբաղեցնելու այդ առումով, ինչը նաև ավելի շատ մասնագետներ է բերելու Հայաստան եւ սեփական մասնագետներ մենք կունենանք նաև Հայաստանում մեծացնելու, ունենալու հնարավորություն, ինչպես նաև զարգացնելու հնարավորություն։ Պատահական չէ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը շատ լավատես էր կառավարության նիստում, շատ լավատեսական հայտարարություններ էր անում, ասելով, որ բավականին փոփոխություններ են կարևոր արձանագրվել վերջին շրջանում Հայաստանի համար եւ իրավիճակ է փոխվել։ Նրա համար շատ կարևոր պատմական հնարավորություններ են բացվել Հայաստանի առջև, Շտե վտանգները էլի կան, էլի մնում են նույնը, որոնք որ կային, բայց կարևոր պատմական հնարավորություններ են բացվել։ Այդ լավատեսությունը մասամբ ես կիսում եմ, մի փոքր իմ կարծիքով, եթե ավելի անկեղծ լինենք, չափազանցված էր այդ լավատեսությունը, բայց ընդհանուր առմամբ կրկնեմ կիսում եմ այդ ընդհանուր լավատեսությունը։ Լավ կլինի երևի թե լսենք, թե ինչ է նա ասել այդ առումով։ Մենք տեսնում ենք, որ մեր պետությունն այսօր գտնվում է բավականին լավ եւ հեռանկարային իրավիճակում։ Իմ գնահատականն այնպիսին է, որ անցնելով դժոխային իրավիճակների միջով, հիմա մենք հասել ենք մի կետի, որտեղ մեր երկրի առջև բացվել են այնպիսի հնարավորություններ, որոնք ինձ թույլ են տալիս ասել, որ մեր պատմության մեջ մենք երբեք չենք ունեցել նման շանս, ապահովելու մեր պետության երկարակեցությունը հարյուրամյակներ առաջ։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ։ Ընդ որում, այդ սպառնալիքները եղել են միշտ չկա ոչ մի նոր սպառնալիք։ Այսինքն, բոլոր սպառնալիքները, որոնք եղել են, դրանք շարունակում են լինել նաև այսօր։ Որն է տարբերությունը։ Տարբերությունն այն է, որ մենք ստացել ենք հնարավորություն կառավարելու այդ սպառնալիքները, տեսականորեն եւ գործնականորեն։ Նորությունը այս պատմության մեջ այն է, որ ի հակադրություն գոյություն ունեցող սպառնալիքների, մեր երկրի առջև բացվել են անհավանական հեռանկարներ, բոլոր առումներով, եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ միջազգային։ Նիկոլ Փաշինյան։ Եվ այս հայտարարությունը, սիրելի հայրենակիցներ, կարծում եմ, որ եթե ոչ ամբողջովին, այլ նաև մասամբ կապված է Nvidia-ի կողմից այդ հայտարարության հետ, որ Nvidia-ն արեց, եւ երեք նաև Մխիթար Հայրապետյանը այդ մասին հայտարարեց, այս լավատեսությունը նաև դրա հետ է մասամբ կապնված, եւ դրա համար նա օգտագործում է այդպիսի բառեր, ինչպիսին են այնպիսի պատմական հնարավորություններ, որոնք ինձ թույլ են տալիս ասել, որ մեր պետականության մեջ մենք երբեք չենք ունեցել նման շանս։ Ինչ շանսի մասին է խոսքը։ Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունները, Հայաստան-Եվրամիություն ձևավորվող հարաբերությունները, դրանք են այդ շանսերը, որոնք որ մենք տեսնում ենք, որ արդեն
ներդրումների ձևով են ի հայտ գալիս, նաև էներգետիկ անվտանգության ոլորտում բավականին կարևոր տեղաշարժ կարծես թե ունենք, ճիշտ է վերջնական ատոմակայանի կառուցման մասով որոշում չի կայացվել, բայց ես կարծում եմ, որ անպայման կկայացվի եւ տարբեր հիմա ամերիկյան ընկերություններ պետք է որ հետաքրքրված լինեն Հայաստանով, բայց Արիկ ինչպես եւ խոստացել էի ավելի մանրամասն հասկանանք թե ինչ է պատրաստվում բացել Nvidia-ն Հայաստանում, ինչ ձևով է այն ազդելու Հայաստանի անվտանգության վրա, տնտեսության վրա եւ տեխնոլոգիական զարգացման վրա։ ԱՄՆ կառավարությունը անկասկած տեղյակ է Հայաստանում Nvidia-ի այս նախագծի մասին եւ հավանաբար աջակցում է դրան։ Կան մի քանի պատճառներ, թե ինչու է դա այդպես եւ թե ինչպես դա կարող է ազդել Հայաստանի անվտանգության վրա։ Ինչու է ԱՄՆ շահագրգիռ եւ տեղեկացված։ Nvidia-ն ամերիկյան ընկերություն է, որպես առաջատար ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն, որն աշխատում է առաջադեմ տեխնոլոգիաների հետ, Nvidia-ն գտնվում է ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում, հատկապես բարձր տեխնոլոգիաների արտահանման եւ դրանց ռազմավարական նշանակության հարցերում։ Նման մասշտաբի նախագծերը, հատկապես այլ երկրների կառավարությունների մասնակցությամբ, չեն մնում Վաշինգտոնի ուշադրությունից դուրս։ ԳՀ. Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը։ Հարավային Կովկասը ռազմավարական հետաքրքրությունների տարածաշրջան է ԱՄՆ-ի համար։ Այն գտնվում է Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում, էներգետիկ երթուղիների միջանցք է եւ դեր է խաղում Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ազդեցության հավասարակշռման գործում։ ԱՄՆ ձգտում է տարածաշրջանի երկրների կայունությանն ու ինքնիշխանության ամրապնդմանը։ Կախվածության նվազեցում Ռուսաստանից։ Հայաստանն ավանդաբար մեծապես կախված է եղել Ռուսաստանից անվտանգության եւ տնտեսության հարցերում։ ԱՄՆ շահագրգռված է, որ Հայաստանը դիվերսիֆիկացնի իր արտաքին կապերը եւ ամրապնդի գործընկերությունը Արևմուտքի հետ։ Նման խոշոր նախագիծը ամերիկյան Nvidia ընկերության հետ քայլ է այս ուղղությամբ։ Գլոբալ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացում։ ԱՄՆ շահագրգռված է իր տեխնոլոգիաների եւ չափորոշիչների առաջխաղացմամբ ամբողջ աշխարհում։ Nvidia-ի չիպերի հիման վրա Հայաստանում արհեստական բանականության գործարանի ստեղծումը նպաստում է ամերիկյան տեխնոլոգիաների տարածմանը եւ ԱՄՆ դիրքերի ամրապնդմանը AB գլոբալ մրցավազքում։ Ինքնիշխան AB եւ մրցակցություն Չինաստանի հետ։ Nvidia-ն ակտիվորեն խթանում է ինքնիշխան AB հայեցակարգը, այսինքն երկրների հնարավորությունը զարգացնելու իրենց սեփական AB մոդելները եւ ենթակառուցվածքները, ինչը կարող է կարևոր լինել ազգային անվտանգության համար։ Գլոբալ տեխնոլոգիական առաջնորդության համար մրցակցության համատեքստում հատկապես Չինաստանի հետ ԱՄՆ շահագրգռված է, որ բարեկամ երկրները հասանելիություն ունենան առաջադեմ արևմտյան AB տեխնոլոգիաներին։ Ինչպես դա կարող է ազդել Հայաստանի անվտանգության վրա։ Տնտեսական կայունություն եւ դիվերսիֆիկացում։ Հաջողակ տեխնոլոգիական հատվածը եւ ներդրումների հոսքն ամրապնդում են Հայաստանի տնտեսությունը, այն ավելի քիչ խոցելի դարձնելով արտաքին ցնցումների եւ քաղաքական ճնշումների նկատմամբ։ Տնտեսապես ուժեղ երկիրը որպես կանոն ավելի կայուն եւ անվտանգ է։ ԳՀ. Աշխարհաքաղաքական նշանակության բարձրացում։ Նման կարևոր եւ տեխնոլոգիապես առաջադեմ օբյեկտի տեղակայումը Հայաստանն ավելի նշանակալի է դարձնում համաշխարհային հանրության եւ մասնավորապես ԱՄՆ-ի համար։ Սա կարող է խթանել Արևմուտքի ավելի մեծ հետաքրքրությունը եւ ներգրավվածությունը Հայաստանի անվտանգության եւ կայունության հարցերում։ Ուշադրության գրավում ենթակառուցվածքների անվտանգությանը։ Նման մասշտաբի ներդրումները պահանջում են ֆիզիկական եւ կիբերանվտանգության բարձր աստիճանի ապահովում։ Սա կարող է հանգեցնել արևմտյան գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտում։ Խոսելիության նվազեցում։ Արևմուտքի հետ կապերի ամրապնդումը եւ գործընկերների դիվերսիֆիկացումը նվազեցնում են Հայաստանի ռազմավարական խոցելիությունը, տրամադրելով նրան ավելի շատ տարբերակներ եւ աջակցություն միջազգային ասպարեզում։ Մարդկային կապիտալի զարգացում։ ԱԲ արդյունաբերության զարգացումը կհանգեցնի որակյալ կադրերի աճին, ինչը կամրապնդի երկրի ընդհանուր ներուժը եւ նրա նորարարությունների, այդ թվում անվտանգությանը վերաբերող ոլորտներում, օրինակ կիբերանվտանգություն, պաշտպանական կարիքների համար տվյալների վերլուծություն, կարողությունը։ Այսպիսով Հայաստանում Nvidia-ի նախագիծը ոչ միայն տնտեսական եւ տեխնոլոգիական իրադարձություն է, այլև նշանակալի աշխարհաքաղաքական քայլ, որը հավանաբար ողջունվում է ԱՄՆ կառավարության կողմից եւ կարող է նպաստել Հայաստանի անվտանգության եւ կայունության ամրապնդմանը երկարաժամկետ հեռանկարում, թեև իհարկե մեկ նախագիծը չի կարող լիովին լուծել տարածաշրջանային բոլոր ռիսկերը։ Որը հավանաբարի հետ այս տեքստից ես համաձայն չեմ։ Ես կարող եմ ասել, որ միանշանակ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության գիտենալու այսպիսի ծրագրերը չեն կարող ուղղակի իրականացվել Հայաստանում եւ պատահական չէ այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի ակտիվությունը, պատահական չէ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի ակտիվությունը օրեր առաջ Մեծամորի այգում
այդ կարևոր տրենաժորի բացմանը եւ այս հարցերը բոլոր հարցերը իրար հետ կապված են։ Ես պետք է նշեմ, որ մենք պետք է սպասենք, որ այլ ուրիշ կարևոր ընկերություններ եւս Ամերիկայի Միացյալ Նահանգներից հիմա գալու են եւ ներդրումներ են անելու Հայաստանում։ Սա էականորեն միանշանակ բարձրացնելու է Հայաստանի անվտանգությունը, էներգետիկ կախվածությունն է նվազեցնել Ռուսաստանից, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցերի է նպաստելու։ Եվ սա շատ կարևոր է այն առումով, որ հիմա Իրանի շուրջ բավականին լարված իրավիճակ է ստեղծվում։ Ես հիմա ուզում եմ, որ մենք անդրադառնանք, թե ինչ իրավիճակ է Իրանի շուրջ։ Հայտարարություններով են հանդես գալիս Իրանի տարբեր պաշտոնյաներ, նախագահն է խոսել Իրանի եւ ամերիկյան աղբյուրներն էլ հստակ ասում են, որ Իսրայելը որոշում է կայացրել եւ պետք է հարվածի Իրանին։ Եվ նույնիսկ NBC News-ը ամերիկյան հայտնում է, որ Իսրայելը այդ մասին տեղեկացրել է արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, բայց հնարավոր է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չմասնակցեն այդ ռազմական գործողությանը։ Իմիջիայլոց կարևոր է նշել, որ Իսրայելի տարբեր վերլուծական կենտրոններ, տարբեր քաղաքագետներ եւ լրատվամիջոցներ արդեն սկսել են պատրաստել իրենց հասարակությանը, որ պատերազմը գրեթե անխուսափելի է Իրանի հետ։ Խոսում են, որ եթե ազդանշաններ են լինում, անպայման պետք է իջնել թաքստոցներ, շատ ավելի լուրջ է, քան Հութիների պարագայում էր, Հեզբոլլահի պարագայում էր, նախորդ իրանական հարձակումների պարագայում էր, այսինքն շատ լուրջ եւ բարդ իրավիճակ է։ Եվ այդ մասին է վկայում նաեւ իսլամական կորպուսի հրամանատարի հայտարարությունը, որ իրենք պատրաստ են յուրաքանչյուր սցենարի Իրանի կողմից եւս այսպիսի հայտարարություններ են արվում, եւ նա ասում է, որ մեր թշնամիները մեզ պատերազմով են սպառնում, բայց մենք պատրաստ ենք յուրաքանչյուր սցենարի։ Ու եթե նրանք հարձակվեն, ասում է Իրանի վրա, դա պատմության մեջ լավ դաս է լինելու իրենց համար։ Եվ շատ կարևոր հայտարարություն է արել նաեւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, նա ասում է, որ մենք երբեք չենք ընդունի այն պայմանները, որոնց դեպքում պետք է ամբողջովին դադարեցնենք գիտական հետազոտությունները։ Առաջնորդը հստակ հայտարարել է, որ Իրանի միջուկային զենք չի ստեղծի, եւ դա մեր հաստատուն դիրքորոշումն է, ասում է Փեզեշքյանը։ Այսինքն ասում է, ինչ եք ուզում, մենք չենք ստեղծի ատոմային ռումբ, բայց նույն ժամանակ մենք չենք դադարեցնելու մեր ծրագիրը։ Եվ այստեղ կարևոր է նաեւ մեկ բան նշել, որ Իրանի գլխավոր շտաբի ղեկավարը այցելել է Ադրբեջան, այսինքն Իրանց տարածքում գտնվող Ադրբեջան, արևմտյան Ադրբեջան կոչվող շրջան եւ ստուգել է այնտեղի իրենց բազաների պատրաստվածության մակարդակը։ Շատ կարևոր է նաեւ նշել, որ Իրանը հիմա սկսում է նաեւ լուրջ զորավարժություններ անցկացնել եւ ինչպես արդեն նշեցի, Իրանը որոշել է նաեւ զորավարժություններ անցկացնել, ցուցադրելու թե որքանով իրենք պատրաստ են պատերազմին։ Բայց կարևոր է նշել, որ ամսի 15-ին ընդամենը 3 օրից այնուամենայնիվ բանակցություններ են տեղի ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ եւ այդ բանակցությունների ընթացքում իրոք շատ բան է որոշվելու։ Եթե պատերազմական գործողությունները սկսվեն, ամենայն հավանականությամբ այդ պատերազմական գործողությունները կսկսվեն ամսի 15-ից հետո։ Երևի թե մի քանի օրվա ընթացքում, այսինքն ամսի 15-ից հետո, բայց բնականաբար մեզանից ոչ ոք 100%-ով համոզված չի կարող լինել։ Այստեղ շատ կարևոր է մեկ բան նաև հասկանալ, այս մասին ես ուզում եի խոսել նաև մեր նախորդ հաղորդման ընթացքում, ուրեմն հնարավոր պատերազմը կարող է ինչ-որ միտեղ կարճաժամկետ առումով ձեռնտու լինել նաև Ռուսաստանին։ Ասեմ ինչու։ Հիմա նավթի գները շատ լուրջ ձևով նվազել են եւ Ռուսաստանի տնտեսությունը շատ լուրջ դժվարություններ է կրում։ Եթե այդպես շարունակվի, կարող է Ռուսաստանը վիճակի չլինի շարունակել պատերազմը Ուկրաինայի դեմ, չնայած նրա, որ որոշ հաջողություններ ունեն կոնկրետ ռազմի դաշտում, որոշ թեթև առաջխաղացումներ։ Այս մասին եւս խոսել ենք։ Բայց այդ ամենը շատ արագ կարող է ավարտվի, նույնիսկ շատ լուրջ հակառակ էֆեկտ ունենա այդ ամենը, եթե Ռուսաստանի տնտեսությունը չկարողանա դիմանալ այս իրավիճակին։ Եվ դա տեղի է ունենում նավթի անկման պատճառով։ Եթե պատերազմ սկսվի կամ ծայրահեղ լարվածություն լինի Մերձավոր Արևելքում, նավթի գները կսկսեն բարձրանալ, Ռուսաստանի տնտեսությունն էլ իր հերթին մի փոքր փունջ է քաշելու։ Դրանից բացի աշխարհի ուշադրությունը սևեռվելու է միանգամից Մերձավոր Արևելքի վրա, Իրանի վրա,
եւ ավելի հանգիստ են թողնելու Ռուսաստանի Դաշնությանը Ուկրաինայի մասով, այսինքն ուշադրությունը հիմնականում շեղվելու է դեպի Մերձավոր Արևելք։ Չեմ կարծում, որ Եվրոպայի համար այդքան շատ շեղվի, քանի որ Եվրոպան համարում է, որ այդ պատերազմը անմիջապես Եվրոպայում է տեղի ունենում եւ առնչվում է իրենց, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների ուշադրությունը միանշանակ լինելու է Իրանի վրա, եթե նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները անմիջապես չներգրավեն այդ պատերազմի մեջ, բայց ես կարծում եմ, որ կարող է ներգրավեն, քանի որ Իրանը կարող է հարվածել նաև ամերիկյան տարբեր բազաների։ Եվ այստեղ ամենակարևորը այն է, որ եթե դուք նկատել եք վերջին հեռախոսազրույցի ընթացքում հատկապես վերջի, սա շատ կարևոր է, Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջև, որը որ տեղի ունեցավ, Դոնալդ Թրամփը խոսել էր Վլադիմիր Պուտինի հետ նաև Իրանի մասով, կարծես թե խնդրել էր կամ հասկացրել էր կամ ողջունելի էր համարել Ռուսաստանի մասնակցությունը Ամերիկայի եւ Իրանի միջև բանակցություններում եւ ոչ միայն Ուկրաինան են քննարկում Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլ նաեւ քննարկում են Իրանի հարցը եւ պատահական չէ, որ այսօր Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ Ռուսաստանի ժողովրդին, երկին խոսելով ռուս-ուկրաինական պատերազմից, նրա դադարեցման կարևորությունից, բայց այս գործողություններով Ամերիկայի Միացյալ Նահանգները այս քաղաքականությունով երևի թե փորձում է շարքից դուրս բերել Իրանը, սկզբում նրանք կենտրոնանում են Իրանի հարցի լուծման վրա, ինչքանով է դա իրենց հաջողվելու շատ մեծ հարց է, ամեն դեպքում ոչ ոք չի կարող համոզված լինել, քանի որ պատերազմը դժվար է կանխատեսել յուրաքանչյուր պատերազմի ընթացք, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները երևի թե ցանկանում են նախ լուծել Իրանի հարցը, հետո արդեն նոր անցնել ռուս-ուկրաինական հարցի պատերազմի լուծմանը։ Բայց այստեղ շատ կարևոր է մեկ բան հասկանալ, որ օրինակի համար նույն Եմենում, ինչքան էլ ռմբակոծեցին, ինչքան էլ լուրջ ռազմական գործողություններ իրականացրեցին, թե Իսրայելը եւ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ հաշվով չկարողացան հասնել նրան, որ Եմենում իշխանություն փոխվի, իշխանապողություն տեղի ունենա։ Եվ եթե չի լինում ցամաքային օպերացիա, ապա շատ անգամ իշխանապողություն տեղի չի ունենում։ Իսկ Իրանը միանշանակ շատ ավելի լուրջ է պատրաստված պատերազմի, քան նույն Եմենի հութիները, քանի որ Եմենի հութիները համարվում են Իրանի պրոքսի ուժերը, եւ եթե Եմենի հութիները օրեկան 1, 2, 3 հրթիռ են կարողացել արձակել Իսրայելի ուղղությամբ, ապա Իրանը վիճակի է միանգամից 1000 հրթիռ արձակել Իսրայելի ուղղությամբ եւ ոչ միայն հրթիռ, այլ նաեւ բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր, դա տարբեր ձևերով կարող է վնաս հասցնել թե Միացյալ Նահանգներին, թե Իսրայելին։ Եվ այս իրավիճակում նրանք նաեւ հողի վրա են ավելի ամուր։ Ես չեմ պատկերացնում ուղղակի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը կարողանան կամ նույնիսկ ուզենան կամ նույնիսկ հավակնեն այն գործողությանը, որով որ ռեժիմի փոփոխություն տեղի կունենա Իրանում։ Չնայած որ Իրանն էլ ունի իր թույլ կետերը, տարբեր ազգեր են բնակվում Իրանում, ադրբեջանցիները շատ ակտիվ են, պատահական չէ, որ հիմա գլխավոր շտաբի ղեկավար արևմտյան Ադրբեջանն էր այցելել Իրանի տարածքում գտնվող Ադրբեջանի շրջաններ այցելել եւ ստուգում էր թե այնտեղ ինչ իրավիճակ է, այսինքն ամեն դեպքում այս պատերազմը եթե լինի, այստեղ ներգրավված է լինելու թե Ադրբեջանը եւ թե Թուրքիան նույնպես։ Եվ այստեղ կարող է ինչ որ միտեղ նաեւ Թուրքիայի շահերը համընկնեն Իսրայելի հետ, ինչու՞ չէ, Ադրբեջանի շահերը միանշանակ համընկնեն Իսրայելի հետ, բայց մեզ համար ամենակարևորը այն է, որ մենք կարողանանք այստեղ մեր անվտանգությանը սպառնացող խնդիրների վտանգների հարցը լուծել, քանի որ մենք հասկանում ենք, թե որքան լուրջ է դառնում մեր անվտանգության ապահովում։ Այս պատճառով հիմա էլ Հայաստանի արտգործնախարարությունը շատ լուրջ անելիք ունի, անհնարինը պետք է անի, որպեսզի կարողանանք մենք խուսափել պատերազմից, որպեսզի մենք կարողանանք զսպել Ադրբեջանին եւ Թուրքիային, որպեսզի նոր հարձակում, նոր պատերազմ չսկսվի ընդդեմ Հայաստանի։ Չեմ ասում, որ դա անհնար է, բայց բավականին բարդ գործ ունի։ Բայց բավականին բարդ է դա իրականացնել։ Սակայն հնարավոր է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության ակտիվ մասնակցության շնորհիվ եւ այս Nvidia-ի այս հայտարարությունը, որը որ մենք ունեցանք, դա եւս կարծես թե նվեր էր մեզ համար,
եւ վերջին օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից տարբեր ակտիվությունները դեսպանության կողմից հստակ հասկացնել են տվել Իրանին, Ադրբեջանին եւ Թուրքիային, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկա են Հայաստանում եւ դա եւս շատ կարեւոր է, բայց մենք պետք է ստանանք նաեւ այլ հայտարարություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնյաներից, այլ զանգեր Բաքու, որպեսզի Ադրբեջանը չհամարձակվի այս ընթացքում օգտվել առիթից եւ նոր պատերազմ սկսել ընդդեմ Հայաստանի։ Սրա մասին մենք շատ պետք է խոսենք, սիրելի հայրենակիցներ։ Սա չեմ ասում որևիցե մեկին վախեցնելու համար, ահուսարսափ տարածելու համար, սա ասում եմ նրա համար, որ մենք սկսենք ավելի լավ աշխատել, ավելի լուրջ կազմակերպվենք, համախմբվենք եւ Հայաստանի իշխանություններն էլ նույնպես ավելի լուրջ վերաբերվեն այս հարցին։ Կրկնեմ, Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը շատ լավ էր, բայց բավականին մուգ, վատ, ամպերեն հիմա Իրանի գլխի վրա շատ բարդ եւ վտանգավոր իրավիճակ է եւ եթե պատերազմ լինի ընդդեմ Իրանի, միանշանակ է որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձելու են օգտվել, միանշանակ է որ Ռուսաստանի Դաշնությունը փորձելու է օգտվել, բոլորը փորձելու են օգտվել, քանի որ պատերազմը իրանց համար նաեւ հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով մենք պետք է հենց հիմա արդեն անցնենք կոնկրետ գործի։ Դիվանագետները իրենց գործը պետք է անեն շատ լուրջ եւ շատ լարված ձևով, զինվորականները իրենց գործը պետք է անեն, իսկ մեր հասարակությունը նույնպես պետք է համախմբված լինի։ Շատ կարեւոր է որ մենք համախմբված լինենք եւ մենք սովորենք միշտ ցանկացած վտանգի պահի փորձենք համախմբվել եւ եթե նույնիսկ ոչինչ տեղի չունենա, ամեն ինչ շատ լավ ավարտվի, Իրանի հետ բանակցությունները 3 օրից շատ լավ ավարտվեն, որոշում կայացվի, որ պայմանավորվածության են գալիս Իրանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ դա ձեռ է տալիս նաեւ Իսրայելին, ինչը ընդհանուր առմամբ չեմ էլ պատկերացնում, որ այդպես լինի, այնուամենայնիվ մենք սխալ չենք անի, որ հիմա լուրջ համախմբվածություն ցուցաբերենք եւ բոլորս միասին անենք ամեն ինչ, որպեսզի մեր երկիրը դառնա ավելի ապահով։ Մեր երկիրը ասում եմ նրա համար, որովհետեւ յուրաքանչյուր հայի համար աշխարհի բոլոր ծերերում, որտեղ էլ նա բնակվի, ճիշտ է այդ երկրի քաղաքացին է, արժանապատիվ քաղաքացի պետք է մենք լինենք այն երկրներում, որտեղ որ բնակվում ենք, բայց մենք որպես էթնիկ հայեր նաև մեկ կարևոր շատ երկիր ունենք մեզ համար, դա Հայաստանի Հանրապետությունն է, բոլորս միասին պետք է անենք այնպես, որպեսզի Հայաստանը խաղաղ լինի։ Եվ ես Վրաստանում ապրելով հասկանում եմ, որ ոչ միայն Հայաստանի համար է կարևոր Հայաստանի անվտանգությունը եւ խաղաղությունը, այլ նաեւ կարևոր է չափազանց կարևոր է այդ խաղաղությունը Վրաստանի համար նույնպես։ Այս պայդրությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, հիշեցնեմ կրկին լայքերի համար, բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել մեր ալիքին, եթե իհարկե ուզում եք ամեն օր ստանալ թարմ եւ կարևոր լուրեր, ինչպես նաեւ վերլուծություններ ակտուալ, անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։